Իմ կարծիքով մենք նախարարությունը որ քննարկում էինք ձեզ մոտ այս վերջի հանդիպման ժամանակ, իմ կարծիքով այդ ամենաբարձր բալ ստացող հարգարժան ուսուցիչների մանկավարժների մոտիվացիոն խթանը շատ ցածր է։ Ես լսեցի որ դուք ասեք 13 ուսուցիչ 700,000 դրամ, ես կարծում եմ այնտեղ մտածելու բան ունենք, եթե իրոք այդ բարձրագույն բալը մեր տեսանկյունից ինքը բավականին բարդ հաղթահարելի է, այդ դեպքում այն մարդիկ, որոնք դա հաղթահարել են, պիտի շատ ավելի էական մոտիվացիոն համակարգեր շատ ավելի էական լինի այդ արդյունքի դիմաց փոխհատուցումը։ Դա նախ ամբողջ համակարգի մոտիվացիան կփոխի։ Եվ երկրորդը այնուամենայնիվ դա մարդիկ են, որոնց բոլորը պիտի ճանաչեն, որովհետև տենց հեշտ չի, ընդամենը 13 հոգի, բայց կարծում եմ, որ մենք մի քիչ ավելի շատ ուշադրություն պիտի դարձնենք։ Այդ թվում ֆինանսական չթաքցնեմ։ Պարոն Գրիգորյան, մենք երբ որ համակարգի շուրջ քննարկումները ունենում էինք, մեր նպատակներ, ինչու է այս հնգամյա ժամկետը սահմանվել։ Մենք նպատակ ունեինք առաջին շրջափուլից հետո, առաջին 5 տարուց հետո, նաև վերանայել դրույքաչափը, որից կախված էլ նաև տոկոսները եւ հավելավճարները կփոխվեն։ Հիմա դրույքաչափը փոխվում է ուսուցիչների համար, ովքեր ատեստավորվում են, դառնում է 200,000 դրամ։ Մենք արդեն իսկ առաջարկ ենք ներկայացրել, որը հիմա քննարկվում է, որպեսզի երկրորդ շրջափուլում այս 200,000 դրամը փոխվի։ Դրանից կախված էլ արդեն 30, 40, 50% հավելավճարը կհաշվարկվի դրա հիման վրա եւ բնականաբար այդ թվում նաեւ տարակարգն էլ այդպես կհաշվի 50%-ը եւ դա կբերի նաեւ ավելի բարձրացման, բարձրացության, այնպես որ դա օրակարգում է ձեր նշածը եւ դուք ճիշտ եք, բայց այստեղ ես մի կարևոր բան էլ կուզեի նշել, մենք ուսուցիչների առարկայական գիտելիքի իմացությունը ստուգում ենք բացառապես դպրոցական ծրագրի շրջանակներում։ Այսինքն հիմա օրինակ երբ որ մեր որևէ ֆիզիկայի ուսուցիչ հավաքում է 100%, այդ 100%-ը վերաբերում է դպրոցական առարկայի իմացությանը, ոչ թե ֆիզիկայի իմացությանը ընդհանրապես։ Եվ ենթադրում եմ, որ երկրորդ շրջափուլում մենք պետք է մտածենք նաև այս մասին, որտեղ մենք պիտի խրախուսենք նաև մեր դպրոցում գերազանցության որոշակի մակարդակ եւ ձեր նշած հավելյալ վարձատրությունը ուղենք նաև մի բան ավել իմանալու տրամաբանությամբ։ Համաձայն եմ Տիկին Անդրեասյան, բովանդակությանը չեմ անդրադառնում, որովհետև տենց ձեր չափ գիտելիք չունեմ դրա հետ այդ մասով, բայց ուզում եմ որ չեմպիոնների խրախուսման համակարգը ավելի էական լինի, որովհետև նորից եմ կրկնում, ինքը նույնիսկ նախ այդ մարդկանց նկատմամբ մեր հարգանքը, երկրորդը ինքը համակարգը ամբողջական կունենա մի շատ ավելի ոնց ասեմ, շատ ավելի էական մոտիվացիոն շեմին ձգտելու կամ շատ ավելի մեծ շեմին ձգտելու մոտիվացիա, ինչը շատ կարևոր է։ Ես ուզում եմ որ Սթափանիվը դες դառնա պերմանենտ էլի։ Որովհետև 13 մարդ ու 700,000 տենց դրամ, տենց մի քիչ կարծում եմ մտածելու բան ունենք այստեղ։ Այո, պարոն Գրիգորյան, իհարկե ունենք մտածելու բան եւ եթե խոսքը այն մասին է, որ ուսուցիչները ավելի շատ ստանան, մեր ուսուցիչները պիտի ավելի շատ ստանան, բնականաբար եւ կարծում եմ այստեղ չկա որևէ մեկը, որ հակառակ կարծիք կունենա, բայց շատ կարեւոր է, որ երբ որ կառավարությունը ներդնում էր նման ծրագրերը, դա փոխկապված էր մասնագիտական զարգացման գործընթացի հետ, ոչ թե ուղղակի վարձատրության բարձրացումը։ Չէ, ես հենց դրա մասին եմ ասում, այնուամենայնիվ տեստերով ինչ որ առանցին մարդիկ դրսևորվում են որպես տաղանդավոր եւ դա այդ տաղանդները պետք է հարգել։ Վստահաբար մեր ուսուցիչները հարգանքի մեծագույն հարգանքի արժանի են, մենք կենտրոնացանք 700,000 դրամ եւ ավելի վարձատրություն ստացողների, բայց մենք ունենք նաեւ
600,000-ից 700,000 դրամ ստացողներ 70 ուսուցիչներ 500,000-ից 600,000 դրամ ստանում է 220 ուսուցիչ, 400,000-ից 500,000 դրամ ստանում է 1362 ուսուցիչ, 300,000-ից 400,000 դրամ ստանում է 2952 ուսուցիչ։ Թվերը էապես լավարկվել են ատեստավորման վերջին փուլից հետո, պարոն Գրիգորյան, եւ այո, հավելյալ խթաններ դնելով կարծում եմ, որ կկարողանանք ընդգրկել բոլոր ուսուցիչներին, բայց կուզեմ նաեւ նշել մի շատ կարեւոր հանգամանք կամավոր ատեստավորման ներդրումից հետո ձևավորված մեր ուսուցիչների մոտ ձևավորվել է մասնագիտական ցանցեր, որտեղ այս ատեստավորմանը նրանք սովորաբար միասին են պատրաստվում։ Եվ սա ինձ համար շատ կարևոր արդյունք է, որ մենք ունեցել ենք, որտեղ երբ որ հայոց լեզվի ուսուցիչները միասին նախ ճանաչում են իրար, այսինքն հանրապետության հայոց լեզվի ուսուցիչները ձևավորում են խմբեր, միասին քննարկում են մասնագիտական հարցեր, հաճախ վիճում են մեզ հետ, օրինակ ասելով թեստում այս հարցը այսպես չպիտի գրվի, այսպես պետք է լիներ պատասխանները, բառարաններ են քրքրում, որ ապացուցեն, որ իրենք ճիշտ են, եւ այդ մասնագիտական քննարկումը ձևավորում է մի ինքնակրթության միջավայր, մասնագիտական զարգացման միջավայր, որը ինքնին այնքան կարևոր արդյունք է դպրոցներում կրթության որակի բարելավման ուղղությամբ, որ ես կարծում եմ, որ դա արդեն պետք է մեզ բոլորիս ոգևորի, այլ ավելի լավարկելու եւ նոր արդյունքներ ստանալու։